Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունը էլ դարտ չունի, ճիշտ է ասում։ Առաջին մասին կարող եմ մտքում է, բայց որ կառավարության հոգսը չի, այդ դա արդեն նոր հիմարություն է նորից։ Երկու կարմիր դիպլոմով մարդ եմ, աշխատանք չեմ ճարում, որովհետև սապանվող չեմ, ոմանց նման, չեմ կատարում ոչ մեկի հրամանը կամ կատարությունը, ունեմ սեփական խելք, սեփական մտածելակերպ, ու դրա համար նման խելացի մարդիկ տեղ չունեն այս երկրում, իրան պետք է իրան նման մարդիկ, որ իրան ենթարկվեն, ինքը գոռա վախենան, ես տենց եմ մտածում, չգիտեմ, մեզ պետք է ուժեղ, Սամվել Կարապետյանին ման ղեկավար, Ռոբերտ Քոչարյանին ման ղեկավար, որ այս կեղտից վերջապես դուրս բրցնենք։ Ճիշտ ասեմ, որ իր գլխում է աղքատ, որովհետև ճիշտ ընտրություն չի կատարում, որովհետև ընտրություններին չի մասնակցում։ Конечно, իր գլխում է այդ բանը, որովհետև մարդը առաջերտին պետք է ճիշտ կողմնորոշվի։ Իր ապագայի համար ում ընտրում, ինչ անեմ։ Եթե ինքը աղքատ է, այո, կառավարության հոգսն է, կառավարությունը պիտի քաշի քաղաքացու հոգսը։ Կառավարությունը պետք է աշխատատեղ ստեղծի, որպեսզի աղքատ քաղաքացու հարցը լուծվի։ Ոչ այն ասում, կառավարությունը իր գրպանից հանի փող տա այդ աղքատ քաղաքացուն։ Եթե աղքատ քաղաքացին վիճակը չի, ինքը առաջ ոնց է եղել, աշխատատեղ են ստեղծել, աշխատել, ապրել։ Եթե աշխատատեղ չկա, ինչ անի։ Իսկ իր գլխում է նրա համար, որ ճիշտ ղեկավար չի ընտրում իրան համար։ Խելքից ո՞րն է աղքատ, եթե եկամուտ չունենա այդ մարդը, խելքը ո՞րն է։ Մի ասենք մի չնչին աշխատավարձ է ստանում, դրանով խելքն ինչ կապ ունի, որ աշխատավարձը թերիկ չի անում, բյուջետ հերիք չի անում։ Իսկ նաև ասում է, որ աղքատ քաղաքացի կառավարության հոգսը չի, մենք էլ դարդ ու ցավ չունենք, որ աղքատ քաղաքացու դարդ։ Բա ում հոգսն է։ Կարելի է իմանալ ում հոգսն է, որ իրանց հոգսը չի, չէ՞ որ իրանք մեր թագավորն են համարվում։ Ինքը իրան խելքի չէ, որ Ջեբում կոպեկ չկար, որ սկսել էր ժողովրդին պայքարել։ Եվ ասում է, մի կառավարության փողերը իրանք են ուտում։ Այդ փողերը պայքարատարատավումն է, կառավարության փողերն է։ Ոչ թե միլիոններով 10 մարդով բաժանի իրանք հարստանան, բան որ դասակարգ, մենք սխալ ենք, մեր բան որ դասակարգն է հիմա, որ ոտի չի կանգնում ասի, Սովորությունները ինչ եք, բան որ դասակարգին հաշվի չեք անում, մենակ ձեր գրպաններն եք ոսնում, հետո։ Ասում է, աղքատ քաղաքացին մեր հոգսը չի, դարդ չունենք, ուրիշ որ Եթե համարել աղքատ յուղացին, պետք է կանգնի, ինչ որ պետք է իրեն ասի, ոչ թե գնա փաթաթվի, ապրեց, երբ կոպեկ է սավերացրել, ոչ, երբ կոպեկով մենք չենք ուրախանում։ Դա բնախություն չի։ Այ Արցախը էլ շատ Երկու կոպեկ ավելացրեմ, 20 կոպեկ ցանկացրեմ։ Բա ես կասեի ինքն է խելքից աղքատ։ Քաղաքացին աղքատ չի։ Քաղաքացին ես, դու մնացածները կարող են առանց վարչապետ ապրել։ Բայց ինքը չի կարող առանց ժողովուրդ ապրել։ Որտեւ ինքը իր ստերով կերակրում է ժողովրդին, իր գործը առաջատանում, իր շուրջն հավաքվել իր նման ստախոսներին, խաբեբաներին, դրանով ինքը ուզում է ասի, որ ես այն վարչապետն եմ, որ կարող եմ Հայաստանը ղեկավարել։ Սա ղեկավարություն չի։ Սա ժողովրդի ու մարդկանց գործարման տանելու ճանապարհ է։ Վարչապետը վերջերս նյարդային է դարձել, Արցախը կնոջ դեպքը մետրոյում։ Շատ վատ զգացի ես ինձ։ Ես շատ ծանր տարա։ Մալադեց այդ աղջիկան, ես եղել կարող ավելի ուրիշ ձև կոպտեի։ Ինքը հայրենասեր աղջիկ էր, մալադեց, շատ ճիշտ տարավ։ Ճիշտ պատասխան, որ արցախցիները փախած չեն։ Հակի ստիպված են թողել իրենց հայրենիքը, որպեսզի բռնաջնջումից խուսափեն, դա երկրորդ ցեղասպանություն էր։ Նախ ղեկավարը ինչ էլ որ լինի իրավունք չունի ոչ մեկի հետ այդ տոնով խոսի։ Ղեկավարը պետք է իրան անես դրսևորյա, ես հիշում եմ Դեմիրճանին, երբ որ դուրս էր գալի ժողովուրդը լրիվ այնց հարգանքով, մեծարանքով էին վերաբերվում։ Նա ոչ մեկին ոչ վերավորում էր, ոչ էլ իրան էին վերաբերվում, ուղղակի իր պահվածքով
ժողովրդի մեջ վայելը մեր սեր ու հարգանք։ Մարդը ուզում է լինի վարչապետ, ուզում է լինի հարևան, եթե իրան ցինիկ է պահում, նա ոչ մեկը չի հարգում, անգամ տան անդամները։ Ինքը ուրիշ ձև իրան չի կարա պահի, որտեղ ինքը դաստիարակություն եւ հասկացողություն ոնց կարելի է շփվել մարդկանց հետ նամանալ նշանակություն չունի, դա արցախցի հերոսի աղջիկ է, թոր եւ այլն, դա չի կարեւորը, կարեւորը որ նա երբ որ իր նյարդային համակարգը իրան չի ներում իրան նորմալ պահել, նա դուրս է պրծնում իր ռամկից, աննորմալ երևույթ։ Երբեմն ասում վարչապետ որպես հայ տղամարդիկ իրավունք ուներ Ոչ մեկը իրավունք չունի նման խոսա մանավանդ, որ ինքը վարչապետ է, ինքը պետք է օրինակ ծառայի։ Ոչ վարչապետ իրավունք ուներ, ոչ երկրի ղեկավար իրավունք ուներ, ոչ որևէ մի իրավասություն ուներ Արցախից տարահանված հայ կնոջը եւ ընդհանրապես հայ կնոջ վերաբերյալ նա իրավունք չունի։ Կինը օժտված է մի շնորհով, որ Աստված է նրան ստեղծել, որպեսզի արարի, որպեսզի ժողովրդին ծառայի։ Հիմա ինքը կանգնել է կնոջը, մայր կնոջը վիրավորում է։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անելը։ Ես չեմ նայում ամոթ, փոխում եմ ալիքը, վատ եմ զգում։ Գիտեք, ինչ Փաշինյանը ոնց ասեմ, ոնց որ մանկապարտեզ երեխան, ես այդ ձև եմ նկատում։ Գնացել էր Դիլիջան, նայում եմ ծրագնդերով սրան նախապում եկանք ծիկ արեցինք ու գնում ենք դա ղեկավարի պահված, չղեկավարի խոսելաձև չի։ Սրտիկը թող գնա իրանց եսին որ դե տալի ցույց տա։ Ումա ցույց տալի ինձ, ձեզ ու մտում ինչ։ Ոչ, ես չեմ էլ ուզում իրան ձայնը լսեմ, իրան նայեմ, թեկուզի անկնոջը բաժանվեցին, որպես ինչ, դա մեջ ինչ կար։ Բայց ինչի է սրտիկ ուղարկում ամեն դեպքում։ Դա երկրի ղեկավարի համար հարիր քայլ է։ Ոչ, ոչ թե վարչապետը սրտիկ ուղարկի կամ ես ինչեր ասի, բեմից ինչեր խոսա, ամբիոնից, ձերքերը բարձրացնի ասի ես հողին կավասարեցնեմ, դա վարչապետի զրույց է։ Իհարկե ոչ։